Ես խոսեցի փաստաբանի հետ։ Նա ասաց, որ քեզ այսօր դուրս կթողնեն։ Ես քեզ մի քանի անգամ զանգ եմ տվել, բայց Քանի որ ես հանցագործ եմ, հեռախոսս վերցրել էի։ Նստիր, խոսելու բան կա։ Նստիր։ դու չպետք է այստեղ քնեիր։ Բան չկա։ Մարդ երբեմն պետք է այսպիսի կոշտ տեղերում քնի։ Մեջքի համար լավ է։ Մոռացիր այդ ամենը։ Աղջիկը ամուսնացավ։ Այո, Լավ հարսանիք էր։ դժվարություններ շատ եղան։ Ակաշի մայրը ոչինչ չէր խնայել աղմուկ բարձրացնելու համար։ Բայց ամեն դեպքում հարսանիքը եղավ, ինչպես կարգն է։ Քո պակասն էինք զգում։ Մուկտան ինչ տեսք ուներ։ Մուկտան։ Երջանիկ էր։ Վիշնուն երջանիկ էր։ Բոլորը երջանիկ էին։ Ինքդ չտեսար։ Նա իսկական գեղեցկուհի էր։ Այնքան զբաղված էինք, որ հարսանիքից հետո չեմ էլ հասցրել խոսել Մուկտայի հետ։ Իսկ առավոտ վաղ եկա քեզ մոտ։ Հիմա տանը երևի դարձի արարողությանն են պատրաստվում։ Գուցե Վիշնուն ու Միթին արդեն եկել են։ Ուզում էիր ասել Մուկտան ու Վիշնուն։ Միթին ու Վիշնուն։ Վիշնուն Միթիի հետ է ամուսնացել։ Այո։ Միթին ու Վիշնուն չպետք է ամուսնանային։ Ինչու։ Ինչպես։ Այսինքն Ոչ ոք ոչինչ չի ասել։ Մուկտան քեզ ոչինչ չի ասել։ ինչ։ Վիշնուն Միթին չի խոսել։ Ինչի մասին պետք է խոսեր։ Դու ինչու չես ասում։ Ինչու ես հանելուկներով խոսում։ Տեր Աստված։ Ներիր։ Ինչ ասացիր։ Տապասյա։ Վիշնուն Մուկտային է սիրում, ոչ թե Միթիին։ Ինչ։ Վան սիրում եմ մային։ Իսկապես։ Իսկապես։ Դա ես եմ, հայրիկ։ Մուկտա։ Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ։ Ես կգամ Մուկտայի հետ ամուսնանալու։ Եվ ձեզ խոսք եմ տալիս, որ նա երջանիկ կլինի։ Ես եկել եմ ձեզ մի կարևոր բան ասելու։ Ես մի մեծ ճշմարտություն եմ բացահայտելու։ Ճշմարտություն։ Ինչ ճշմարտություն։ Ես կասեմ ճշմարտությունը։ Ինչու ես ինձնից թաքցրել դա։ Ես միայն երեք եմ իմացել։ Մուկտան միշտ սիրել է նրան, բայց ցույց չի տվել իր զգացմունքները։ Ես քեզ ասում էի, Վիշնուն էլ նրան է սիրում։ Միթին մինչև հիմա Ակաշին է սիրում։ Նա միայն պայմանավորվել էր Վիշնուի հետ, որ Ակաշը հեռանա։ Վիշնուն նրա հետ խոսքը մեկ էր արել։ Դրա համար այդպես են ասել բոլորին։ Միայն երեք ճշմարտությունը բացահայտվեց։ Դրա համար իր հետ Միթիին սենյակ տարավ եւ հետո նրա հետ էլ չվերադարձավ։ Այդպիսի բան չպետք է լիներ։ Չպետք է լիներ։ Տապասյա, այսպիսի բան չպետք է լիներ։
Գնա մի բան արա։ Ես փակված եմ այստեղ, մի բան արա։ Գնա խոսիր Մուկտայի հետ։ Ես չեմ ուզում որ քո եւ Իչայի պատմությունը Խնդրում եմ։ Այդպիսի բան չի լինի։ Նա իմ աղջիկն է։ Ես չեմ թողնի, որ իմ աղջկան այդպիսի բան լինի։ Ես կխոսեմ Մուկտայի հետ։ Ես գնացի։ Տապասյա, Վիշտոն Մուկտային է սիրում ոչ թե Միթիին։ Բայց այսօր Դամինի दामिनी एक नौकरानी աղախնի աղջիկը քեզ է տալիս ոչ միայն իր հարսանեկան հանդերձանքը, सिर्फ उसकी शादी का जोड़ा ही नहीं այլև Վիրսինգ Բունդելայի կին դառնալու պատիվը։ भी देती हूँ Շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ, որ կարողացար Իչայից ողորմություն ստանալ։ Մուկտա։ Մուկտա։ Աղջիկս։ Հայրդ ինձ ամեն ինչ պատմեց։ Ես հասկանում եմ, թե դու հիմա ինչ ես զգում։ जिंदगी भर Ամբողջ կյանքում վախեցած եմ ապրել։ Եվ վախս այսօր իրականություն դարձավ։ Ինչ իմանայի։ Որ քեզ էլ է բախտ վիճակված կիսել իմ ճակատագիրը։ जो उसकी माँ के नसीब में था Հիմա լավ ես։ Մուկտա մի բան ասա։ Դու լավ ես։ Խոսիր մի բան ասա։ Նստիր։ Մուկտա մի բան ասա, մի լռիր։ Եթե չխոսես, քեզ վնաս կտաս։ Վիշտդ ավելի կխորանա։ Այդ ցավն ու զայրույթը մի օր կպայթեն։ Դա կկործանի Միթիին, քեզ, Վիշնուին։ Խնդրում եմ, Մուկտա։ Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել։ Ես գիտեմ, Մուկտա։ Ես շատ հիմար բաներ եմ արել իմ կյանքում։ Ես չեմ ուզում, որ դու էլ նույն սխալները կրկնես։
Ճակատագիրն այդպես էր կամեցել, այդպես պետք է լիներ։ Դա փոխել չի լինի։ Վիշնուն ու Միթին պետք է ամուսնանային եւ ամուսնացան։ Դա Միթիի ճակատագիրն էր, ոչ մայրիկ, այդպես չէր։ Միթին էր այդպես ուզում։ Ես սիրում եմ Վիշնուին։ Վիշնուն էլ ինձ է սիրում։ Եվ Միթին նրան խլեց ինձնից, ոչ Մուկտա։ Մայրիկ, դու սա ասում ես, որ ինձ փոփես։ Ոչ աղջիկս, ես ոչինչ էլ փոփելու համար չեմ ասում։ Դու իմ աղջիկն ես։ Ես հասկանում եմ քո ցավը։ Վիշնուն Մուկտային է սիրում, ոչ թե Միթիին։ Մուկտան միշտ սիրել է նրան, բայց ցույց չի տվել իր զգացմունքները։ Ես քեզ ասում էի։ Վիշնուն էլ նրան է սիրում։ Սպասեք, սպասեք։ Ինչու եք այդքան շտապում։ Մենք նախ պետք է ձեզ դիմավորենք։ Մայրիկ։ Հայրիկ, ամո, արագ եկեք։ Միթին եւ Վիշնուն են եկել։ Ուրեմն եկել եք, վերցրեք սա։ Ինչ գեղեցիկ զույգ է, չէ՞։ Տեսեք, թե ինչպես են կարմրում։ Ինչքան անուշիկ ես։ Ողջ եղիր։ Շատ եք սազում իրար։ Աստված պաշտպանի չար աչքից։ Աստված ձեզ միշտ միասին պահի։ Միշտ երջանիկ եղեք։ Թող երջանկությունը միշտ ձեր ուղեկիցը լինի։ Մուկտա աղջիկս, գնա տես ընթրիքը պատրաստ է թե ոչ։ Ներս եկեք։ Եկեք։ Ռոմն ինձ օգնական։ Մակնկիտ, ձախ ոտքով ներս մտիր։ Միթի։
Դու աջ ոտքով պետք է ներս մտնես, աղջիկս։ Ասա։ Լավ ես։ Այո, պապիկ։ Մի քիչ տխուր ես երևում։ Ոչ։ Ուղղակի մի քիչ հոգնած եմ։ Գնամ Անիին տեսնեմ։ Որտեղ է Անին։ Նա ամեն ինչ պատրաստելու իր սենյակ է գնացել։ Շատ հոգնած էր։ Առողջությունը լավ է։ Գնամ տեսնեմ նրան։ Միթի, դրանից առաջ անհրաժեշտ է մեկ ուրիշի օրհնությունը ստանալ։ Դու գիտեք, թե ինչ է եղել։ Եվ ինչու։ Ամեն ինչ սխալ էր։ Բայց ես չեմ մոռացել ձեր դստերը։ Ես կկատարեմ իմ պարտքը։ Չեմ կարողանա սիրել։ Բայց ձեր դստերը կհարգեմ որպես ամուսին։ Ինչպես կարող է աղջիկդ որևէ իրավունք ունենալ որպես կին։ Մեր ընտանիքով վերջ դրվեց Վիշնուի և Մուկտայի, երկու սիրահար սրտերի սիրուն։ Դա ցավ տվեց Ակաշին։ Ես կանտեսեմ իմ ցավն ու կկատարեմ իմ խոսքը, որ տվել եմ հարսանիքին։ Ոչ, մայրիկ, ես պետք է վերջ դնեմ այս հարաբերություններին, որպեսզի Վիշնուն ու Մուկտան միավորվեն ու երջանիկ ապրեն։ Ինձ ցույց տուր ճիշտ ուղին, մայրիկ։ Խնդրում եմ։ Ես ընդունել եմ նրան, նրա հետ 7 անգամ պտտվելով սրբազան կրակի շուրջը, այնպես որ նրա հետ կմնամ մինչև կյանքիս վերջը։ Ես կհետևեմ քո ցույց տված ուղուն։ Ես ճիշտ ճանապարհը կընտրեմ։ Ճիշտ ճանապարհը։ Որն է ճիշտ ճանապարհը, մայրիկ։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Ցույց տուր աղջիկդ ճիշտ ճանապարհը։ Թող պատմությունը չկրկնվի, իջա։ Պարզապես օրհնիր մեր երկու աղջիկներին։ Տես, թե ինչ ճամփաբաժանի վրա է Մուկտանի մականգնած։ Ես միայն աղոթում եմ, որ նա ճիշտ ճանապարհը տեսնի։ Կարող եմ իմ սենյակ գնալ։ Այո, իհարկե։ Ես արդեն մաքրել եմ քո սենյակը։